Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ և կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ հասկանանք ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում և ինչ է կատարվելու Մերձավոր Արևելքում, այսպես կոչված Մեքքայի համաձայնագրի ստորագրումից հետո։ Հիշեցնեմ, որ Մեքքայի համաձայնագիրը շաբաթներ առաջ ստորագրվեց Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև, և արդեն փորձագետները շտապել են այն տարբեր անուններով կնքել։ Օրինակ, մի մասը նշում է, որ այն ըստ էության սուննիական դաշինք է ընդդեմ շիաների, մի մասը նշում է, որ այն սուննիական եռանկյունի է և միտում կա տարածաշրջանը վերցնել իրենց վերահսկողության տակ։ Հասկանանք, ինչ է կատարվում տարածաշրջանում և որն է լինելու Իրանի արձագանքը։ Այս թեման այսօր քննարկենք Գևորգ հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Թեման կարծում եմ բավականին կարևոր է, քանզի հերթական անգամ մենք ականատես ենք լինում կրոնական հիմքով ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման հետ և հերթական անգամ դա անում են սուննիները։ Սա կարծես թե պատասխան է շիաների կողմից, համենայն դեպս Իրանի կողմից առաջ քաշված այսպես կոչված դիմադրության առանցքի ստեղծմանը և չնայած տարբեր անուններ են տալիս, որ դա պաշտպանական դաշինք է, որ հարձակում մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա և այլն, պարզ է, որ սա հակաիրանական դաշինք է և առաջին հերթին ստեղծված է Եմենի ուրեմն հուսիտներին զսպելու համար։ Եվ շատ հետաքրքիր սիմբիոզ է այստեղ ստացվում, պետք է միանգամից արձանագրել, տեսեք, Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի լավագույն բանակներից մեկը և մեծ ռազմական փորձ պատմականով, Սաուդյան Արաբիան, մեծ ֆինանսական ներուժ և այսպես ասած բավականին մեծ դոմինանտ դեր Մերձավոր Արևելքում ու հատկապես արաբական աշխարհում և Պակիստան, պետություն, որն ունի ատոմային զենք։ Ինքնին արդեն այս սիմբիոզը շատ հետաքրքիր է, և մենք այստեղ գործ ունենք տնտեսապես բավականի հետաքրքիր ներուժի հետ։ Շատ լավ, հիմա փորձենք հասկանալ, թե դա ինչ է տալու կողմերին, քանզի այդ համաձայնագիրը ստորագրելուց ընդամենը օրեր հետո Եմենի հուսիտները կրկին հարվածեցին Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններին, հսկայական ֆինանսական կորուստներ պատճառելով նրան, բացի այդ։ Գիտենք, որ Եմենում էլ, քանի որ հուսիտների հսկողության տակ ողջ Եմենը չի, Եմենի մի հատվածը, որը մնացել է այսպես կոչված կառավարական ուժերի հսկողության տակ, այնտեղ տեղակայված են բազաներ, որոնք ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի կողմից և հուսիտները դրանց անվանում են վարձկաններ, որոնք տեղակայված են իրենց երկրի տարածքում։ Եվ ահա մի քանի օր է այդ բազաները դաժան հրետակոծության են ենթարկվում հուսիտների կողմից, հսկայական մարդկային կորուստներ պատճառելով այնտեղ տեղակայված միգուցե նաև վարձկաններին, բայց դրա փոխարեն մենք չենք տեսնում որևէ գործողություն Թուրքիայի կողմից, մենք չենք տեսնում որևէ գործողություն Սաուդյան Արաբիայի կողմից և առավել ևս Պակիստանի կողմից։ Դե եթե զուտ ընդամենը ասել, որ սպասողական դիրք են ընդունել, ևս այսպես ասած չի հնչում։ Կամ մի անհասկանալի դրույթ է այստեղ։ Ամենից կարևոր հարցը ում է սա ձեռնտու։ Ում է սա ձեռնտու, չէ՞, միշտ պետք է դա հենց փնտրել, ում է սա ձեռնտու։ Եվ այդ երեք պետությունները, որոնք մաս են կազմում այդ Մեքքայի համաձայնագրին, ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրը ունի իր շահերը ներկայ լինելու այստեղ։ Եվ եթե մենք վերլուծում ենք այդ պետությունների կշիռը տարածաշրջանում և ազդեցության հնարավոր ուղղությունները, ապա ակնհայտ է դառնում, որ այս ամենից առաջին շահած պետությունը դա Թուրքիան է։ Թուրքիան է, քանզի բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ թուրքական բանակը չի կռվելու Եմենում։ Հասկանալի է։ Թուրքական բանակը չի կռվելու Սաուդյան Արաբիայի համար այլ վայրերում։ Դրա փոխարեն Թուրքիան այստեղ կարելի ասել նաև հակառակը։ Եվ նաև նրանց բանակները չեն կռվելու։ Բնականաբար մենք չենք հետապնդում որևէ նպատակ, որևէ մեկին նսեմ հասնելու, սակայն մի հարց ևս, իսկ որտեղ եք մենք ռեալ գործողությունների, ռազմական գործողություններում տեսել Սաուդյան Արաբիայի բանակը։ Սաուդյան Արաբիայի բանակը այստեղ կարելի ասել փառք Աստծո առիթ էլ չի եղել։ Չէ, մի քանի անգամ նրանց մտան մարտի մեջ եւ հուսիտների բայց ոչ խոշոր մասշտաբներով։ Բավականին ծանր
այսպես պարտություն։ Դե ինչպես ես նշեցի, ներուժը այս 3-ի էլ շատ մեծ է։ Շատ մեծ է, բայց նորից ասեմ, յուրաքանչյուրը քանի որ պարզ է։ Մի բան չմոռանանք, սա արևելք է, սա Եվրոպա չէ, որտեղ միանշանակ գաղափարա բարոյամշակութային արժեհամակարգը շատ ավելի քան 95%-ով ընդհանուր է, սա այլ կատեգորիա է։ Այսինքն այստեղ մենք ունենք գործ արաբական, թյուրքական եւ պուշտուլական աշխարհների հետ։ Այո, բայց արաբական աշխարհը տարբերվում են միմյանցից թե մշակույթով, թե լեզվով եւ թե ամեն ինչով։ Համաձայն եմ, բայց արաբական աշխարհի հետ կապված այստեղ մի հատ վերապահում անենք, քանզի մենք այլևս փաստ է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ չկա արաբական երկրների կոալիցիա, որ ստեղծվել է։ Այո, այդ բոնոլիտությունները Սաուդյան Արաբիայի կողմից հուսիտների դեմ, չկա Պարսից ծոցի արաբական երկրների կազմակերպության, այսպես, չի լսվում այդ ձայնը, քանզի Սաուդյան Արաբիան նախընտրեց ոչ արաբական կոալիցիա ձևավորել։ Այնտեղ ոչ մի արաբական պետություն չկա։ Իդեպ այս համաձայնագրի հետ կապված մենք դեռ կկարդանք այլ արաբական երկրների արձագանքը։ Այո, այս պահին չկա ոչ մի։ Այս պահին չկա, դա ասում դեռ կկարդանք։ Բայց միևնույն ժամանակ փաստենք մի բան։ Սաուդյան Արաբիան միայնակ թողեց իր դաշնակիցներին, խոսքը առաջերտի արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ, այո։ Քանզի նրանք հավասարաչափ տուժել են Իրանի հարձակումներին։ Հիմա այստեղ ինքը փաստացի, ինչպես ասում են, ներքնակնից վրա է քաշում եւ իրեն ապահովագրում այն հույսով, թե Իրանը չի հարվածելու Սաուդյան Արաբիային եւ եթե հարվածի, ապա Պակիստանը եւ Թուրքիան կարող են միջամտել։ Մեծ կասկածներ ունեմ, որ Թուրքիան հանուն Սաուդյան Արաբիայի կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել կամ նույն Պակիստան, ավելի քան տեսություն է սա։ Կատեգորիաները տարբեր են։ Հետևաբար ամենից մեծ կորցնողը հենց եղավ Սաուդյան Արաբիան։ Եվ ինչն է ճակատագրի հեգնանքն այստեղ, որ Սաուդյան Արաբիան լինելով ամենից մեծ կորցնողը, դրա համար նաև վճարում է։ Այսինքն դու ճիշտ նշեցիր, ֆինանսները հատկացնում է Սաուդյան Արաբիան։ Իհարկե։ Եվ մի հանգամանք էլ գաղտնիք չէ, որ Սաուդյան Արաբիայի տնտեսության ճնշող մեծամասնությունը մոտ 90%-ը գոյանում է նավթի վաճառքից, դա որտեվ այլ եկամուտի աղբյուր այս պայդրությամբ գրեթե չկա։ Այստեղ պետք է նշել, որ մենք մեր նախորդ հաղորդումներում էլ, քանի որ շատ հաճախ ենք անդրադառնում այս տարածաշրջանում, արդեն արձանագրել ենք, որ արաբական ծոցի այդ զարգացած երկրները, ինչպես Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը եւ ինչպես նաեւ Սաուդյան Արաբիան առաջին հերթին գնալով ավելի եւ ավելի են մեծ քայլեր ձեռնարկում, որպեսզի նվազեցնեն զուտ նավթից կախվածությունը տնտեսության, օրինակ Էմիրությունների մոտ դա արդեն բավականին ստացվել է եւ 40%-ից քիչ է։ Այո, բայց Սաուդյան Արաբիայի մոտ դա չի ստացվում այս պահին։ Իրենք, ինչպես մենք արդեն մի անգամ նշել ենք, նոր են սկսել բացվել արտաքին աշխարհի համար։ Փակ երկիր է ըստ էության կրոնապետություն է, բայց փորձում են տուրիզմին զարգ տալ, փորձում են իրենց ներկայացնել այլևս որպես, այսպես ասած, partnership friendly պետություն, հա, ժամանակակից տերմին օգտագործելով այդ նեոսիցին են ուզում կառուցել այդ մոնոլիթ մեծ 100 կիլոմետրից ավելոց քաղաքը, չմոռանանք 2034-ին ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիան եւ այլն, այսինքն քայլեր անում են։ Այո, այդ ինչ որ ասեցի, դրանք շատ կարևոր են։ Բայց մի բան էլ պետք է ֆիքսենք։ Վերջին կարծեմ 40 տարվա մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայի նավթի վաճառքը Միացյալ Նահանգներին կազմել է 0։ Այսինքն առաջին անգամ Միացյալ Նահանգները նավթ չի գնում Սաուդյան Արաբիայից։ Մենք մեր գիտակցական կյանքի օրոք նման բան չենք տեսել։ Դա նշանակում է, որ հուսիտների շրջափակումը Սաուդյան Արաբիայի նավահանգիստների ոչ միայն տվել է իր արդյունքը, այլև օրինակ Միացյալ Նահանգները նախընտրում է ոչ թե մտնել այդ կոնֆլիկտի մեջ Եմենի հուսիտների դեմ եւ պատճառ դառան, որ նրանք էլ հիմա իրենց սկսեն հարվածել, ինք օրինակ Լիբիայից է որոշում նավթը գնի կամ այլ երկրներից, օրինակ, հա, չմտնելով, ինչպես ասում են, շարից ու փորձանքից հեռու, բայց այստեղ բնականաբար տուժում է Սաուդյան Արաբիան առաջինը։ Իդեպ մեկ արձագանքի մասին արդեն այս պակտի, այսպես ասած, վերաբերյալ կարող ենք խոսել ըստ միջազգային լրահոսի տվյալների, այս երակոմ համաձայնագրի հետ կապված Իրան հանգստությունը, ինչը ավելին քան տրամաբանական է, արդեն հայտնել է Հնդկաստանը։
Պակիստանն է, որովհետև այստեղ Պակիստանի գործոն կա։ Պակիստանն ընտեղ է, բայց մի հանգամանք էլ։ Ես վստահ եմ, որ այս Մեքքայի արձանագրությունը բնականաբար սրա թիկունքում կանգնած է Միացյալ Նահանգները, քանզի ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, որը որ կատարվում է Միացյալ Նահանգների դաշնակիցների միջև, բնականաբար Միացյալ Նահանգները այնտեղ ներկայացված։ Հստակად է, այստեղ իրենք դաշնակից են ԱՄՆ-ին, սակայն կրկին ըստ միջազգային լրահոսի կային նաև վերջին օրերին որոշ վերլուծություններ, որ այս համաձայնագիրը նաև փորձ է նվազեցնել կախվածությունը հենց ԱՄՆ-ից, հակառակնել էր գրվում։ Ես էլ եմ հանդիպել այդ նման գրառումների, բայց հիմա փորձենք հասկանալ որքանով է դա ռեալ։ Այդ դա փորձ։ Արդյոք Միացյալ Նահանգներին կարող են փոխարինել Թուրքիան եւ Պակիստանը Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովման հարցում։ Ես մի փոքր կասկածներ ունեմ, նորից ասեմ։ Ես էլ ունեմ։ Այո, Պակիստանը ոչ մի քաշային կատեգորիայում հավասար չի կարող լինել Իրանի հետ, դա ակնհայտ է։ Այստեղ զուտ ատոմային զենքի արկայությունն է։ Այո, բայց այդ այցեքարտը այսպես ես ունեմ նաև շատ այսպես հիմնավոր կասկածներ, որ մենք շուտով ականատես կլինենք, որ Իրանն էլ ունի միջուկային զենք համենայն դեպս։ Այս վերջի իրադարձությունները, որ մենք Ես ասում եմ երբեք միասա այո, եւ Միացյալ Նահանգների այս գործընթացից հետ քաշվելը նաև խոսում է դրա մասին, որ Իրանը եթե նկատել ես վերջին շրջանում Իրանի միջուկային ծրագրի մասին գրեթե ոչինչ չի խոսվում։ Բոլորը մոռացան այդ մասը։ Վերջին, այո, բոլորի հիմնական ուշադրության կենտրոնը Օրմուզի նեղուց, այո, Օրմուզի նեղուց տնտեսական գործոնն է։ Հետևաբար այդ հարցը արդեն կարծում եմ այս պահին ակտուալ չի։ Այս պահին չասենք, որ նա կորցրել է իր ակտուալությունը, զուտ արձանագրենք այս պահին։ Հետևաբար Միացյալ Նահանգներին այս երկրները չեն կարողանալու փոխարինել։ Ավելին, Միացյալ Նահանգները հանգիստ չի թողելու Սաուդյան Արաբիային, եթե ունենա հիմնավոր կասկածներ, որ իրեն ցանկանում են շրջանցել եւ իրեն իր հետ չեն ցանկանում Ինչը եւս ավելինքան տրամաբանական է, քանզի այսօրվա իրենց բարեկեցության համար, եթե լինենք անկեղծ, ապա արաբական աշխարհի այդ հատվածը շնորհակալ պիտի լինի միայն եւ միայն Միացյալ Նահանգներին։ Չմոռանանք, որ դեռ 30-ականներին, երբ որ սկսվեցին Երբ որ նույն Սաուդյան Արաբիան քայլեր ձեռնարկեց իր տարածքում որևէ ջրի պաշարներ գտնելու վերաբերյալ եւ արտասահմանցի լուրջ մասնագետներ, հիդրոլոգներ էին հրավիրվել, որքան հիշում եմ, ի սկզբանե բրիտանացիներ։ Եզրակացությունը շատ արագ թագավորական ընտանիքին տրվել էր, որ տեսեք, ջուր գոյություն չունի։ Մենք բոլորս գիտենք, որ Սաուդյան Արաբիայում նույնիսկ գետեր չկան։ Դա անապատային կլիմա է, անապատային երկիր է, սակայն այնտեղ նրանք միայն իսկ ապարները տեսնելով արտակտապես ասել են, որ դուք սև ոսկին ունեք։ Այո։ Եվ ինչպես դու ասացիր, այո, շահագործումը մեծ մասամբ հենց ամերիկացիների կողմից սկսվեց եւ այո, եւ ավելին, հենց նրանք բարեկեցություններն են։ Իհարկե, եւ այդ բարեկեցության միանշանակ այդ պետությունը շատ բարձրով պարտավոր է հենց ԱՄՆ-ին։ Ինչպես օրինակ հարավ-արևելյան Ասիայի երկրները իրենց բարեկեցության համար կրկին երախտապարտ պիտի լինեն Միացյալ Նահանգները, միանշանակ, որովհետեւ Մալազիան եւ Ինդոնեզիան չէին զարգանա, եթե ամերիկյան 7-րդ նավատորմը այնտեղ չլներ։ Դա ակնհայտ է։ Հարավկորեական տնտեսական հրաշքն է, դա ամերիկյան մոդելը, ամերիկյան 7-րդ նավատորմի հրաշքը, այսինքն այդ պետությունները չափից ավելի մեծ պարտավորություն ունեն Միացյալ Նահանգների առաջ։ Եվ այստեղ դա բարոյական պարտավորություն։ Գիտես, ժամանակակից աշխարհում բարոյականությունը մի փոքր ճոխություն է, ճոխություն է արդեն, բայց դա դու հիշատակեցիր Հնդկաստանը։ Այո, որ դա արդեն իր անհանգստությունը հայտնեց։ Եվ օրեր առաջ հուսիտները Սաուդյան Արաբիայի ափերի մոտ խոցում են հնդկական նավ, որը լողում էր հնդկական դրոշով, որը ինչպես իրենք են պնդում, ծայրից ծայր բեռնված էր զենքով եւ զինամթերքով, որ ուղղվում էր դեպի Սաուդյան Արաբիա։ Այսինքն Հնդկաստանը մի կողմից դժգոհում է այս ամենը, մյուս կողմից փորձում է դիվերսիֆիկացնել Սաուդյան Արաբիայի ռազմական այս շուկաները եւ ինքը մուտք գործել Սաուդյան Արաբիա զենք վաճառելով կամ զենք առաջարկելով։ Հիմա այստեղ առաջանում է երկրորդ այսպես խնդիրը Հնդկաստան Միացյալ Նահանգներ, քանզի Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ լինելով արաբական աշխարհին զենք վաճառող միակ երկիրը,
բնականաբար թույլ չի տալու, որ Հնդկաստանը փորձի մտնել այդ ինչպես ասում են սրբերի սրբոցը, նման մոնոպոլիաները հեշտ չեն հիշում ես Պակիստան-Հնդկաստան վերջին կոնֆլիկտի ժամանակ Թրամփը ակնհայտորեն աջակցում էր Հնդկաստանին, լինելով Պակիստանի ռազմական դաշնակիցը։ Այնպես որ ժամանակակից աշխարհում սիրելի հայրենակիցներ հավերժական դաշնակիցներ եւ հավերժական թշնամիներ չկան, կան հավերժական շահեր։ Իսկ սկզբանե այդպես է պատմականորեն։ Այդ խոսույթը տասնամյակներ շարունակ կամ հարյուրամյակներ շարունակ ապացուցում է իր ճշմարիտ լինելը։ Ես ինչի եմ սա ասում եմ նրա համար, որպեսզի մենք էլ մեր հարաբերություններում տարբեր երկրների հետ հստակ գիտակցենք այս ամենը, որ ոչ մի պարագայում ոչ մեկից ոչ նեղանանք, ոչ խռովենք, որ այ սա մեր դաշնակիցներն ա մեր գործընկեր։ Մեծ հույսեր կողմել եւ այլն։ Այո, ունեն իրենց շահերը եւ եթե դու կարողանում ես տեղավորվել այդ շահերի մեջ, այդ ուղեցրի մեջ պիտի քո տեղը կարողանաս գտնել։ Փառք ու պատիվ, եթե չես կարողանում ոչ ոքին մեղադրել դրանում, իհարկե չի կարելի։ Ես կարծում եմ Սաուդյան Արաբիան եւս մեկ խնդրի առաջ է կանգնելու եւ Պակիստանը եւ Թուրքիան իհարկե միաժամանակ Աբրահամյան համաձայնագրեր Իսրայելի ճանաչում Սաուդյան Արաբիան այդ խնդրի առաջ կանգնելու է, քանզի ստորագրելով այդ Մեքքայի համաձայնագիրը փորձագետները կարծում են, որ այդ Մեքքայի համաձայնագրի հակառակ կողմում Աբրահամյան համաձայնագրերն են։ Սա բերելու է ներքին լարվածության առաջինը Սաուդյան Արաբիայում։ Ես ինչու եմ անընդհատ շեշտում Սաուդյան Արաբիայի մասին, քանզի ակնհայտ է որ այն երկու երկրները, որոնք միացել են, իրենք ուղղակի փող են աշխատում այստեղ։ Պակիստանը այստեղ միաժամանակ ներկայացնում է եւ Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին այս համաձայնագրում, Թուրքիան ներկայացնում է Միացյալ Նահանգներին այս համաձայնագրում, քանզի հաղորդման սկզբում դու արդեն շատ ճիշտ նշեցիր, ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ բոլորը Սաուդյան Արաբիային աջակցելով 3 գործով Թուրքիա հասկանում ենք ՆԱՏՕ, Սաուդյան Արաբիա մեծ ֆինանսական ներուժ, Պակիստան ատոմային զենք։ Եվ Միացյալ Նահանգներ եւ Չինաստան, այստեղ Պակիստանը երկու երկրով է, հա, շատ հետաքրքիր գեոպոլիտիկա է ստացվում այստեղ։ Եվ շատ զարմանալիորեն Չինաստանից մենք չլսեցինք ոչ մի այսպես քննադատող հայտարարություն, քանզի դա իրենց ոճի մեջ է։ Դա է ուզում ասել, դա իրենց ոչ թե Չինաստանը միշտ ասում է, չէ՞, այն վագրի սպասողական դիրքը։ Միջերից Չինաստանը շատ արագ հուսիտների հետ լեզու գտավ։ Այո։ Եվ Բաբել Մանդեբի նեղուցով այդ անցնելը չինական նավերը այսօր վճարում են եւ անցնում։ Այսինքն Չինաստանը շատ լավ հասկացավ հիմա մտնել կոնֆլիկտի մեջ Մերձավոր Արևելքում դառնալ մաս կոնֆլիկտի իրեն պետք է։ Մենք ամենացայտուն օրինակը կա, որպեսզի ավելի հասկանալի լինի հենց չինական դիրքորոշում ասածը։ Եղան չէ փորձեր ներքաշել Չինաստանին ռինգ, այսինքն թեժացնել Թայվանի թեման։ Չինաստանը շատ քաջ գիտակցեց, որ պետք չի նման սխալ անել։ Իսկ միգուցե սա Թայվանի հետ փոխանակություն է այդ քայլին։ Իսկ միգուցե սա Թայվանի հետ փոխանակություն, այսինքն Մերձավոր Արևելքում Չինաստանը, Սաուդյան Արաբիա, Իրան իրար հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Չինաստանի։ Հենց Չինաստանի, այո, իհարկե միշտ։ Հիմա Սաուդյան Արաբիան կարծես դուրս է գալիս։ Եվ այնտեղ նաև հաջորդ ռաունդը պիտի լիներ, պարզապես թեժացավ կրկին իրավիճակը։ Պետք չէր, որ այս երկու հսկաները իրար հետ համաձայնության գային, դա պետք չէր առաջին Իսրայելին, Միացյալ Նահանգներին։ Հիմա այստեղ կարծես թե փորձագետներն են այդ մասին նշում, որ Թայվանի ականջներն են երևում, այսինքն միգուցե եւ Մերձավոր Արևելքում այս չինական թվացial այս պաուզան, որ վերցրել է Պեկինը, սա ունի հերու գնացող պլաններ։ Եվ այն ինչ որ այսօր կատարվում է Թայվանում, այսօր Թայվանը շատ կտրուկ մեծացնում է իր ռազմական բյուջեն։ Այո։ Այսինքն իրենք էլ են սկսում այնտեղ հասկանալ, որ իրենց վրա հույսը պիտի դնեն, ինչպես սաուդները։ Իմիջիայլոց Սաուդյան Արաբիայում եւ Ծոցի երկրներում գնալով ավելի բարձր են խոսում, որ մեզ երևի պետք էլ չէր, որ թույլատրեինք ժամանակին ամերիկյան բազաների տեղակայումը։ Քանզի սրանով, բայց մյուս կողմից իրենք տարբերակ չունեին ըստեյոց։ Տարբերակ չունեին, բայց չմոռանանք, որ 70-ականներին, երբ որ իրենք նոր ձևավորված անկախ պետություններ են, այ որ Բրիտանիայից անկախություն ստացան, առաջինը իրենք չունեին որևէ ներուժ, իրենք չունեին գիտակրթական որևէ հենք,
Իրենք ոչինչ չունեին։ Արտադրություն։ Ըստ էության իրենք ունեին անապատ եւ ունեին ուխտեր ու նավթ։ Նավթի մասին էլ հետո իմացա։ Նավթի մասին էլ լավ, հետո իմացա։ Ով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում, կփաստի, որ իրենց թանգարաններ որ մտներ, այնտեղ, երբ որ իրենց պատմությունն են ներկայացնում են ուղղակի սկզբանե, անգամ դրածել է նկար, ամենիչն էլ մեծ հաշվով պետք է լինի խալիֆաթի շրջանակները։ Այո, այսինքն չէ, ինչ եմ ուզում ասել։ Ի սկզբանե դա է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հետո երբ որ նավթ կտան, աստիճանաբար կյանքը սկսեց բարելավել։ Այսպես թե այնպես, ինչպես արդեն դու նշեցիր հաղորդման սկզբում, այստեղ իրանք պետք է շատ եւ շատ երախտապարտ լինեն հենց անգլո-սաքսոնական աշխարհի։ Իմիջիայլոց ես այստեղ արաբական աշխարհի եւ եվրոպական միության միջև եմ որոշակի նմանություն տեսնում։ Արաբական աշխարհին էլ Միացյալ Նահանգներն ասեց դուք ֆինանսը տվեք, դուք անվտանգությանը գործ չունեք, ես կապահով եմ։ Եվրոպական միության հետ էլ նույնն է ստեղծության ՆԱՏՕ ստեղծվեց, ասեց ձեր անվտանգությունը ես կապահովեմ, դուք կենտրոնացեք գիտության վրա, տնտեսության, կրթության բայց հիմա Եվրոպական միությունն էլ է կանգնած բավականին լուրջ երկընտրանքի առաջ եւ այնտեղ հատկապես եվրոսկեպտիկները այդ հարցը պարբերաբար բարձրացնում են, որ Եվրոպական միությունը պիտի ունենա իր սեփական զինված ուժերը։ Հակառակ պարագայում իրենք կանգնելու են այն նույն կոլապսի առաջ, ինչ որ այսօր Արաբական Եվրոպական միությունը դա ունակ է։ Ի տարբերություն արաբական աշխարհի։ Ի տարբերություն, այսպես ասենք, ցանկացած այլ մեծ հաշվով տարածաշրջանների աշխարհում, թե ներուժը, թե ֆինանսը, թե ավանդույթը եւ այլ, այսինքն ամեն բոլոր բաղադրիչները կոմպոնենտները Եվրոմիությունում կան։ Ուղղակի հիշում ես Մերկել, այսինքն Ֆրանսիայի, Հոլանդ, պես օրինակ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պես ավանդույթներ միայն ունեցողները, ես չեմ լսեմ ասում այլ անդամների դերը, դե մենք իրենց անուններով ենք կոչում։ Լիդեր երկրների Արևելյան Եվրոպան եւ Արևելյան Եվրոպան տարբերվում են, չնայած ԵՄ-ի մաս են։ Այո, բայց խիստ տարբեր հասկացություն է, այսինքն Ռումինիա, Բուլղարիա, Անգլիա, Ֆրանսիա չհամեմատենք։ Ամենայն հարգանքով բոլորի հանդեպ նշում ենք, իհարկե։ Դրա համար տարբերությունը մեծ է, էլի, ինչը կարող են անել Մերձավոր Արևելքում, ինչ կարող են անել Եվրոպան։ Դա վերադառնանք Մերձավոր Արևելք, քանի որ մեր ժամանակը շատ արագ սպառվում է, մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնեմ։ Փաստորեն մենք այստեղ ականատես ենք լինելու ապագայում կրոնական բավականին լուրջ առճակատման, կրոնական հիմքով։ Ինչպես դա է, այո, այս համաձայնագրի մեջ դա է նշենք։ Հա, Թուրքիան աշխարհիկ պետություն է։ Բայց Սունի ամեն դեպքում Սունի է։ Բայց Սաուդյան Արաբիան կրոնա պետություն։ Այո, բայց Պակիստանն էլ մոլորանդությունը այնտեղ բացարձակ պետություն նաև։ Պակիստանն էլ այո կրոնական մոլորանդությունը կա այնտեղ ֆունդամենտալիզմը շատ եւ շատ խորը արմատներ ունի։ Դրա համար եմ ասում, ժամանակին, երբ որ Իրաքում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ Սադամ Հուսեյնը զրկվեց իշխանությունից, նշում էին, որ սուննիական եռանկյունում մի թևը կոտրվեց ըստ էության։ Իրաքը լինելով շիա, քանի որ ղեկավարությունը սուննիադավան էր, ապա իրենց համարում էին սուննիական պետություն։ Հիմա կարծես թե Միացյալ Նահանգները վերականգնում է կամ փորձ անում վերականգնել սուննիական եռանկյունին Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, հա, մասնակցությամբ։ 2011-ին էլ մի հատ այդպիսի բան եղավ, փորձ եղավ, եթե հիշում ես, 15-ին է։ Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Միացյալ Նահանգներ։ 15 թվականին էլ ինչ-որ թե 11-ին, լավ չեմ ինչև է, դա խոսքը գնում է վերջին 10 տասնամյակի առաջ, այո, 10 տարի առաջ կրկին նման փորձ եղավ։ Եվ կրկին Սաուդյան Արաբիան ներկա էր, այս անգամ Եգիպտոսն էր եւ մյուս կողմը Միացյալ Նահանգներն էր, բայց սա մեծ հաշվով չտվեց տարածաշրջանին ոչինչ, ավելին խաղաղություն էլ չբերեց։ Ավելին Գազայի իրավիճակը Գազայում ավելի սրվեց, Պաղեստին պետությունը այդպես էլ չեղավ։ Չեղավ, արաբական գարուն եղավ։ Արաբական գարուն եղավ, ինչը եւս մեծ աղետներ բերեց այդ տարածաշրջանում։ Եվ համաարաբական համերաշխություն կրկին չեղավ։ Կրկին չեղավ։ Ես շատ կուզենամ, որ այս Մեքքայի համաձայնագիրը իրոք ծառայի իր նպատակին, այն ինչ որ հայտարարել է։ Այն ինչ որ իսկ տարածաշրջանի խաղաղություն հաստատում եւ այլն պաշտպանական բնույթ է կրում եւ բայց ես ունեմ մի փոքր այսպես կասկած սրա հետ կապված, սա ոչ մի պարագայում իր բնույթով չի լինելու պաշտպանական, չնայած հայտարարվում է, որ սա պաշտպանական է։
Սա առաջին հերթին ուղղված է լինելու Եմենում իշխանափոխության եւ հուսիտներին իշխանությունից հեռացնելուն, իսկ Իրանի նոր ազգային անվտանգության եւ ռազմական դոկտրինները, որոնք ընդունվեցին, հստակ նշվում է, որ պաշտպանականից անցում է կատարում հարձակողական գործողությունների եւ հարձակում մեկի անդամներից մեկի վրա դիմադրության շարժման։ Իսկ հուսիտներն էլ են դիմադրության շարժման մաս։ Ավտոմատ նշանակելու է հարձակում Իրանի վրա։ Այսինքն, եթե Մեքքայի համաձայնագրով անդամ պետությունները անցան կոնկրետ գործողություններ, իսկ օրինակ Թուրքիան կարող է մասնակցել, բայց միջնորդավորված Սիրիայում իր հսկողության տակ միջոցով։ Պակիստանն էլ որոշակի աջակցություն կցուցաբերի Սաուդյան Արաբիան, բայց կարծում եմ միայն ռազմաօդային ուժերի միջոցով։ Պակիստանյան բանակը բնականաբար չի մտնի Եմեն եւ այնտեղ ռազմական գործողություններ չի ծավալի։ Հիմնական ծանրությունը մնալու է սաուդների վրա։ Եվ անկախ, այսինքն կախված նրանից միշտ սահմանակիցն է ամենա։ Այո, բայց մի բան էլ հաշվի առնենք։ Եթե այս ամենին տրվում է կրոնական ասպեկտ, ապա չմոռանանք, որ Սաուդյան Արաբիայի Եմենի սահմանակից հատվածի բնակչությունը, որը կազմում է Սաուդյան Արաբիայի բնակչության 30%-ը, շիադավան են։ Այսինքն Եմենի հուսիտները Սաուդյան Արաբիայի տարածքում արդեն ունեն դաշնակիցներ, որոնք ցանկացած բայի կարող են սկսել այնտեղ գործողություններ իրականացնել կամ գոնե քաղաքացիական անհանազանդություններ սկսել, ինչը կարող է հանգեցնել նոր արաբական գարնան, բայց այս անգամ արաբական այսպես փաթեթավորմամբ եւ Իրանի ձեռքով, այլ ոչ թե Միացյալ Նահանգների ձեռքով, բայց կրկին արաբական աշխարհին հանգեցտ կկանգնեցնի ցնցումների առաջ, ինչը անկանխատեսելի հետևանքներ է ունենալու, հատկապես խոսքը երբ գնում է ռեսուրսներով հարուստ այնպիսի երկրի, ինչպիսին Սաուդյան Արաբիան։ Դե իհարկե, օրինակ այս վերջին այս տարվա հենց իրադարձությունները կապված Իրանի հետ, ինչի այդ արդյունքում Միացյալ Արաբական Էմիրությունները ողջ այս 26 թվականին որքանով ինձ հայտնի է թե տուրիզմը այնտեղ կոլա եւ բանկային համակարգը եւ անշարժ գույքի հասկա բնականաբար ինչպես լավ հայտնի է բոլորիս միշտ էլ ամենաշատը կորցնելու ունի զարգացած պետությունը ներուժ ունեցողը ով որ միջազգային հարաբերություններում ակտիվ է մեկ կարևոր բան էլ ասեմ եւ սրանով մենք այսօր ամփոփենք Սաուդյան Արաբիայում նաեւ ներքին քաղաքական վիճակը այդպես բան չփայլուն չի ներքին գահակալական կռիվները Սաուդյան, այս արքայական տոհմի մեջ շարունակվում են։ Գիշես մի քանի տարի առաջ մի քանի Սաուդյան արքայազն այսպես տնային կալանքի ենթարկվեց, արտաքսվեցին երկրից եւ այնտեղ եթե սկսվեցին որոշակի իրադարձություններ, ապա մենք կարող ենք նաև ականատես լինել Սաուդյան թագավորության պառակտման կամ այնտեղ որոշակի ինչպես ասացիր, չէ, փակ երկիր, չէ, գիտեք փակ երկիր։ Ստեղ կա մի հետաքրքիր հանգամանք եւս, երբ որ փակ համակարգը, պայմանական ասենք տոտալիտար, այդ միայնական համակարգը, ավտորիտար, փորձում է գնալ բարեփոխումների, հիմնականում այն փլվում է։ Խորհրդային ես ասացի Գորբաչովի փորձը չմոռանանք փորձեցին գնալ բարեփոխումների եւ փլվեց որովհետեւ ինչպես հայտնի է դիկտատուրան չունի շարունակություն եւ օրինակները քիչ չեն հենց նույն 20-րդ դարում հեռու չգնանք լավ այս պատմական այսպես ակցենտով էլ ավարտենք այսօրվա մեր հաղորդումը հուսանք որ այն թեման որը քննարկեցինք այսպես հետաքրքրեց եւ մեր հայրենակիցներին եւ մեր համար էլ է կարեւոր քանզի այնտեղ ներկա են առնվազն պետություններ ում հետ մենք ոչ միայն չունենք դիվանագիտական հարաբերություններ այլև այդ 3-ից 2-ը միջև վերջերս համենայն դեպս Պակիստանը չէր ճանաչում Սաուդյան Արաբիան էլ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը որպես Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կքվել են վերջերս այո այսինքն այդ պետությունների Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերությունները Պակիստանն էլ այո չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար չէ վերջերս ասեմ ստորագրվեց այո վերջերս հասկանալի նոր այսպես պատմություն ունի բավականին երիտասարդ երկկողմ հարաբերությունները այսինքն սրանք պետություններ են նաև որոնք հայ-ադրբեջանական կոնֆլիկտ
ողջ ընթացքում աջակցել են Ադրբեջանին։ Դրա համար սա եւ հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստով եմ ցանկանում դիտարկել եւ ցանկացան այսօր դիտարկել, եւ նաեւ եթե ինչ-որ մի դաշինք ուղղված է մեր բարեկամ Իրանի դեմ, նշանակում է ինչ-որ մի պարագայում դա նաեւ մեզ կարող է այսպես վնաս լինել։ Հասկանալի է։ Շնորհակալություն այս թեման միասին քննարկելու համար։ Այս թեման էր, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մենք քննարկեցինք Գևորգ հետ։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այս թեմանն էր այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։